Այսօրվա որոշումը իմ համար չի կարելի ասել, որ կանխատեսել էր։ Ես գալիս եմ այսօր պայքարը շարունակելու տրամաբանությամբ, ես չգիտեի դատարանը ինչ որոշում կընդունի, բայց նորից ուզում եմ դրվատանքս արտահայտեմ այն որոշման համար, որը դատավորը ընդունել է։ Հիմա մենք շատ հաճախ վերաբերվում ենք ազատությանը, որ ամենակարևոր հարց, բայց իմ տեսանկյունից ամենակարևոր հարցը նաև այս անհեթեթ մեղադրանքը հիմնարար հերքելն է, եւ եթե դուք ուշադրություն դարձրեցիք, ես ասացի, որ սա ուղղակի իրականության բացահայտ նենգափոխում է տեղի ունեցել եւ դատախազը պարզապես չպետք է ստորագրեր այսպիսի մեղադրական եզրակացություն։ Այն որ նա ստորագրում են այսպիսի մեղադրական եզրակացություն եւ գայս են, դա նրանով անհույս փորձում են կարճել քաղաքական հետապնդումը շարունակելու իրենց այսպես ասած հիվանդագին տրամաբանությունից եւ այդ տրամաբանությունը գնում է դուք գիտեք ումից այն մարդուց, որ երեք տալիս էր մամուլի ասուլից եւ բողոքում էր մեր դատական համակարգից։ Ազատության մեջ իմ հաջորդ քայլերը իմ աջակիցներին մոտենալ եւ ողջունելն է, բնականաբար այս մեղադրանքը քարը քարի վրա չթողելն է, քարի վրա։ Բայց նաեւ պետք է ասել հետեւյալը, ես 2 ամիս բացակայել եմ իմ բնականon գործունեությունից, իմ գործընկերներից, իմ համախոհներից, իմ աջակիցների հետ աշխատանքից, հաջորդ բանը տարածել մի 2 րոպե հանգստանալուց եւ ուշքի գալուց հետո բնականաբար նաեւ ընտանիքից վերադառնալը այն ամեն ինչին, ինչ մեր կյանքն է, մեր կներեք գործունեությունն է, մեր պայքարն է եւ ինչի համար մենք իրականում նաեւ այս ամբողջ բեռը մեր վրա տանում ենք։